Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի ետևում պաշտպանության նախկին փոխնախարարը քաղաքական պատվեր է տեսնում 1991-ից 95 թվականները պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Անդրանիկ Քոչարյանն ազատության այդ զրույցում պատահական չհամարեց, որ օգոստոսի 8-ից 9 Սոչիում նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի է ունենալու ոչ թե եռանախագահների, այլ մեկ գերտերության Ռուսաստանի հովանու ներքո։ Իսկ եթե փաստերը համադրենք մեկի մյուսի հետևից, մենք կարող ենք գանք այդպիսի եզրահանգման, որ այս դեպքերը այնուամենայնիվ կարող է եւ ուղղակի կապ ունենան այս հանդիպման կազմակերպման հետ։ Ես հիմա չեմ ուզում ասեմ ով ինչ արեց, այնուամենայնիվ օգտագործվեց մեր սահմանային այս լարվածությունը այս հանդիպումը կազմակերպելու համար։ Հանդիպումը տեղի ունենում Սոչիում եւ հանդիպումը տեղի է ունենում ոչ թե եռանախագահողների հովանու ներքո, այլ կոնկրետ մեկ տերության, ուրեմն շահագրգիռ ցանկության պարագայում։ Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի Սոչիում այս շաբաթ կայանալիք հանդիպման մասին անցած շաբաթ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը, նշելով, թե այդ հանդիպման ընթացքում մեզ համար կարևոր պայմանավորվածություններ ձեռք կբերվեն։ Նախագահները հանդիպելու են Սոչիում օգոստոսի 8-ին 9-ին եւ հույս ունեմ, որ այդ հանդիպման ընթացքում գոնե ձեռք կբերեն պայմանավորվածություններ, որը մեզ համար շատ կարևոր է։ Պաշտպանության նախկին փոխնախարարը անդրադառնալով Սոչիում նախատեսված հանդիպմանը հետևյալ հարցադրումն է անում. ինչու մինչև սահմանային լարվածությունը երկու նախագահների հանդիպման այլ նախաձեռնություններ այդպես էլ իրականություն չդարձան։ Հիշեցնենք, տևական ժամանակ խոսվում էր Ֆրանսիայի նախագահի առաջարկով Փարիզում կայանալիք հանդիպման մասին, որն այդպես էլ տեղի չունեցավ։ Որովհետև այն նախաձեռնությունների շրջանակում էինք մենք տարիներ շարունակ փնտրում խաղաղության բանալին։ Հիմա խաղաղության բանալին ոնց որ թե գտնելու հնարավորությունը տեղափոխվում է դեպի Ռուսաստան։ Ռուսաստանը ոնց կօգտագործի այդ հնարավորությունը, ես կարծում եմ, որ դա առաջին հերթին իր գեոքաղաքական շահերից է բխելու եւ ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի։ Ի պատասխան մեր հարցին, թե ինչ խնդիր է լուծում պաշտոնական Մոսկվան երկու նախագահների հանդիպման նախաձեռնությունն իր ձեռքը վերցնելով, ժողովրդավարության անվտանգության զարգացման հայկական կենտրոնի ղեկավարն ասաց, թե Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Կովկասում։ Չի բացառվում նաև, որ այս շաբաթ նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում առաջ քաշվի սահմանի երկայնքով ռուս խաղաղապահներ տեղակայելու հարցը։ Այդ դեպքում Ռուսաստանը դառնում է տարածաշրջանի ամենախոշոր խաղացողը, ում ուժերը, որ կհայտնվեն աշխարհաքաղաքական այդ խաչմերուկում, նա էլ կորոշի խաղի կանոնները։ Նախկին փոխնախարարի համոզմամբ ակնհայտ է Ռուսաստանը ցանկանում է ել ավելի մեծացնել իր ազդեցությունն այս տարածաշրջանում, հատկապես հաշվի առնելով, որ Մոսկվան վերջին շրջանում ազդեցության կորուստներ է ունեցել Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում։ Հնարավոր համարում եք, որ այս հանդիպման ընթացքում նաեւ այդ հարցը Ռուսաստանը բարձրացնի։ Ռուսաստանը հետևականորեն կգնա այդ ճանապարհով, բայց այստեղ խնդիրը Հայաստանը եւ Ադրբեջանը վերջնականապես մի օր կսթափվեն եւ գուցե իրենք համոզվեն, որ եթե շահագրգռված գերտերությունների շահագրգռվածությունը այստեղ գերիշխի, մենք ըստ էության պերմանենտ կհայտնվենք պատերազմական կամ դիվերսիոն գործընթացների հողմապտույտի մեջ, իսկ դրա արդյունքում մենք կորցնում ենք մեր երիտասարդներին եւ ամեն մի այսպիսի միջադեպերից հետո Հայաստանում թե Ադրբեջանում մի ընտանիքի մի ծուխ է ուրեմն մարում, իսկ դրա հետևանքները հարյուրամյակներով հետո հետ բերել հնարավոր չի լինելու։ Ես ուզում եմ ասեմ, այսօր պետք է խոսել խաղաղության մասին եւ ավելի շատ եւ խաղաղության հասնելու հնարավորությունների մասին, խաղաղության այն հնարավորությունների մասին, որ դեռևս չի խոսվել, այլ խոսվել է միայն Մինսկի խմբի շրջանակների մասին, որը այսօր էլ ոնց որ թե խմբից վերածվում մեկ գործող քաղաքական համակարգի, այսինքն հազինս Ռուսաստանի, եւ այդ գործընթացների մեջ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է ուշադիր լինեն, որպեսզի չկորցնեն իրենց պետականությունը մեկ այլ երկրի շահը սպասարկելու համար։ Եվ վերջին հարցը, ինչ եք դուք սպասում, ինչ կարելի է սպասել այս հանդիպումից։ Ոչ մի բան։ Այս հանդիպումից մեր համար եւ Ադրբեջանի համար ոչ մի լավ բան ես չեմ կարող ակնկալել, որովհետեւ խնդիրը լուծվում է ոչ թե մեր եւ Ադրբեջանի միջև, այլ լուծվում է մեր ու Ադրբեջանի ուրեմն կրակոցների արդյունքում Ռուսաստանի գեոքաղաքական շահը սպասարկելու խնդիր։